Տուն գնողների մեծ մասը ծանոթանում է հարևանների հետ միայն տեղափոխվելուց հետո, մինչդեռ անշարժ գույքի նոր հավելվածը հնարավորություն է տալիս գնորդներին նախապես պարզել իրենց ապագա հարևանների քաղաքական նախընտրությունները։ OIC-ի հավելվածի նպատակը գնորդներին տվյալներ տրամադրելն է, տուն փնտրելիս ճիշտ ընտրություն կատարելու համար։ OIC-ը Նյու Յորքում և Ֆլորիդայում փորձարկվող անշարժ գույքի նոր հավելված է, որը բաց աղբյուրներից տեղեկություններ է տրամադրում, որպեսզի գնորդները կարողանան պարզել իրենց պոտենցիալ նոր հարևանը գրանցված է որպես դեմոկրատ, թե հանրապետական։ Այն օգնում է հասկանալ այստեղ տեղափոխվելու դեպքում ինչպիսի մարդկանց հետ եք շփվելու, գուցե հրավիրվելու ընթրիքի, ինչպիսի մարդկանց շրջապատում եք մեծացնելու երեխաներին։ Մարդկանց իրապես հետաքրքրում է իրենց նոր հարևանների քաղաքական կողմնորոշումը, այնպես որ ինձ չի զարմացնում, որ ինչ-որ ընկերություն այժմ վաճառում կամ տրամադրում է այդ տեղեկատվությունը հնարավոր գնորդներին։ Բեն Մքքարթնին համահեղինակել է մի հետազոտություն, որը ցույց է տալիս, թե տան սեփականատերերը ավելի հավանական է, որ կտեղափոխվեն, եթե նոր հարևանի քաղաքական հայացքները տարբերվեն իրենցից։ Քաղաքական բևեռացումը պարզապես սոցիալական մեդիայում գոյություն ունեցող երևույթ չէ, այլ ազդում է նաև իրական տնտեսական որոշումների վրա։ Ուսումնասիրությունը պարզել է, որ յուրաքանչյուր 100 տեղափոխությունից մեկը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Նրանք չեն ուզում, որ քաղաքականությունը իրենց առօրյայի մասը լինի, բայց հետո նոր հարևան է գալիս, որը ոչ միայն ակտիվ արտահայտում է իր քաղաքական դիրքորոշումը, այլև պատկանում է հակառակ կուսակցությանը, արդյունքում ստեղծվում է լարված մթնոլորտ։ Բայց արդյոք այս օրինակ հավելվածները կարող են խորացնել քաղաքական պառակտումը Ամերիկայում։ Տվյալներ, որպեսզի նրանք տեղեկացված որոշումներ կայացնեն և օգտագործեն այդ տեղեկությունները իրենց հայեցողությամբ։ Իսկ OIC-ի հայտարարված նպատակը այդ հանրային տեղեկատվությունը ավելի հեշտ հասանելի դարձնելն է։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն,